Մարտունի խոշորացված համայնքի ծովինարի սիրելի բնակիչներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ։ Նոր ջան, 2026 թվականի մայիսի 28-ին մենք ի վերջո ձեզ ցույց տվենք, թե ինչ են արել վերջին տարիներին բանակի զարգացման եւ Հայաստանի պաշտպանունակության բարձրացման ոլորտում։ Զորահանդեսը տեսաք, ժողովուրդ ջան, տեսել եք։ Եվ ինչ տպավորություններ։ Բայց ես ուզում եմ ձեզ հիշեցնել, եկեք հիշենք, գնանք տարիներ առաջ, տեսնենք, թե ընդդիմությունը ինչ էր մեզ ասում բանակի հետ կապված։ Ասում էին, որ մենք բանակի վրա գումար չենք դնում, ասում էին, որ մենք բանակը քանդում ենք, ասում էին, որ ես Ալիևի եւ Էրդողանի առաջ պարտավորվել եմ, որ Հայաստանը բանակ պիտի չունենա, որ Հայաստանը զենք պիտի չունենա, որ Հայաստանը պաշտպանություն պետքա չունենա։ Ասում էին, որ մենք պետական պարտքը ավելացրել ենք, որ այդ պետական պարտքով տարել ենք Կանադաներում ենք տուն առել, Ֆրանսիաներում ենք տուն առել, շվեյցարական բանկերում ենք փող դրել, իսկ մենք մայիսի 28-ին ձեր աչքի առաջ գնաց ցույց դրեցինք միլիարդների զենք, զինամթերք եւ սպառազինություն։ Եվ ամեն անգամ Հայաստանի Հանրապետության հրապարակը ծափերից պայթում էր, երբ հրապարակ են մտնում զինատեսակներ, որոնք արտադրված են Հայաստանի Հանրապետությունում, եւ դուք տեսաք բազմաթիվ զինատեսակներ, որ արտադրված է Հայաստանի Հանրապետությունում, բայց մենք ամբողջը չէ, որ դες ցույց ենք տվել, բայց այսօր քաղաքացիները, այսօր եւ վաղը ամբողջը տեսնելու հնարավորություն ունեն։ Այսօր մարզամերգային համալիրում բացվել է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի ցուցահանդեսը եւ այնտեղ տասնյակ անգամ ավելի Հայաստանի արտադրության սպառազինություն կա, քան մենք ձեզ ցույց ենք տվել Հանրապետության հրապարակում։ Բայց շատ կարևոր է, որտե ժողովուրդ ջան, օդից ընկավ այդ ամեն ինչը, ոնց եղավ, որ այդ ամեն ինչը տեղի ունեցավ։ Իսկ տեղի ունեցավ հետևյալ կերպ. մենք նախ Հայաստանում գիտության ֆինանսավորումը ավելի քան համարյա եռապատկեցինք, 128 անգամ մենք 2021-ից 2025 թվականը գիտության ֆինանսավորումը ավելացրեցինք, գիտության ոլորտում 100-ից 300%-ով աշխատավարձերը բարձրացրեցինք, 170 միլիարդ դրամ ներդրեցինք ռազմարդյունաբերական համալիրում եւ այսօր Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրը արդեն տասնյակ միլիոն դոլարների պայմանագրեր ակնքում եւ սպառազինությունը արտահանում զարգացած երկրներ, ուշադրություն դարձրեք, զարգացած երկրներ եւ ահա այս ամեն ինչի ֆոնին ես ձեզ խորհուրդ եմ տալիս, խնդրում եմ, հետո հայաց գնացեք եւ տեսեք, թե ինչ էր ասում ընդդիմությունը ամեն օր եւ բացի այդ ինչ որ ես թվարկեցի ամբողջը չի, այսօր Գեղարքունիքի մարզում եւ Հանրապետությունում սահմանի երկայնքով տասնյակ ամրացված շրջաններ են կառուցվում, դրանք բերդեր ու ամրոցներ են, որոնք տասնամյակով եւ հարյուրամյակով Հայաստանի սահմանի անձեռնմխելիությունն են պաշտպանելու։ Երբ որ մենք 2021 թվականին ասում էինք, թե ժամկետային զինծառայության ժամկետը կրճատելու ենք, իսկ մենք հիմա կրճատեցինք եւ իրանք ինչ են ասում են, տեսեք բանակը քանդում են, բայց ինչի հաշվին մենք կարողացանք դա անել, որովհետև ներդրեցինք պաշտպան հայրենյաց ծրագիրը եւ այսօր 18 տարեկանները գնում են բանակ, 6 ամիս վերապատրաստվում են, կախված իրանց ատեստավորման տոկոսից 300, 400, 500 հազար դրամ վարձատրություն են ստանում եւ մարտական հերթապահությունից դուրս գալիս են իրենց տանն են քնում եւ եթե նախկինում ծնողն էր մտածում թե երեխուս ոնց բանակում պահեմ, քաղցրավենիք եւ գուլպա ուղարկեմ, այսօր պաշտպան հայրենյացի տղաները իրանց հայրական տներն են պահում, ընտանիքներն են պահում եւ 5-ամյա ժամկետը սպառվելուց հետո 5 միլիոն դրամ միանվագ պարգևավճար են ստանալու
Եվ սա նոր բանակ է 2026 թվականի սեպտեմբերից Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտները, ովքեր սպայական կոչում կստանան եւ նշանակում կունենան բանակով Երևանի գներով հաշվարկված, Միչայելոց մտածեք այդ մասին, Երևանի գներով հաշվարկված բնակարանի գնման վկայական են ստանալու, այսինքն Երևանում բնակարանի գնման համար անհրաժեշտ փող ենք մենք, մարդը կարող է ուզենա Մարտունում առնի, Եռակի մեծառնի կամ կրկնակի մեծառնի, եւ այսպեսով մենք սպայական կազմի բնակարանային հարցը այս գլխից, այսինքն ինքը սպայ է դառնում, իր տան հարցը լուծված է։ Մինչդեռ մենք այսօր ստիպված ենք նախկին իշխանությունների հերթացուցակները բավարարել։ Մենք 2018 թվականից նախկինից 90-ականների վերջից եւ 2000-ականների սկզբից հերթացուցակներում գտնվող զոհված ընտանիքներ, սպայական ընտանիքներ, մոտ 1000 ընտանիքի բնակարան ենք հատկացրել, բայց դեռ 2800 ընտանիք մնացել է 90-ականների վերջից կուտակված։ Եվ մենք մայիսի սկզբին որոշում ենք կայացրել, որ այդ փաթեթով ամոթ այդ հարցի վերջո լուծենք եւ 4 տարվա ընթացքում մենք սպայակազմի, ովքեր հերթացուցակում կա, բնակարանային հարցը ամբողջությամբ լուծում ենք։ Մենք մեզ ինչ են ասում են միջանցք են խոստացել, միջանցք են տալիս, միջանցք են տալու, մեղրիով միջանցք են տալիս, մեղրին տալիս են, ի վերջո ստորագրվեց, նախաստորագրվեց TRIP ծրագրի իրագործման վերաբերյալ Հայաստան Միացյալ Նահանգներ հուշագիրը նախաստորագրվեց, առաջիկայում կստորագրվի եւ կվավերացվի։ Ինչա գրված այնտեղ, գրված է որ TRIP նախագիծը իրագործվելու է Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակում։ Հայաստանի Հանրապետությունը պահպանում է իր բացառիկ իրավազորությունը մաքսային եւ սահմանային անցման ընթացակարգերի վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետությունը պահպանում է իր լիարժեք ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը TRIP նախագծի իրագործման բոլոր հատվածների նկատմամբ։ Եվ սա այդ թուղթը հրապարակված է, կարող եք դուք այսօր հիմա կարող եք բացել եւ նայել։ Իսկ մեզ 5 տարի ասում էին, որ մենք միջանցք ենք խոստացել, միջանցք պիտի տանք։ Բայց էությունը այն է, նույնիսկ ես հիմա չեմ կարող ասել, որ տենց թեմա եղել այլևս չկա, չի եղել տենց թեմա։ Մեր լրտեսական ընդդիմությունը այդ թեման հորինել է։ Եթե Ժորժ ջան 2020 թվականի նոյեմբերին, դեկտեմբերին ես ուղերձներ եմ հղել եւ հատուկ անդրադարձ եմ ունեցել այդ թեման, ես ասել եմ, որ տենց թեմա չկա, չի կարող լինել, գոյություն ունենալ պարզապես։ Եվ մենք այսօր TRIP նախագծի շրջանակներում ոչ միայն Հայաստանի ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը վերահաստատում ենք, ոչ միայն մի նախագիծ ենք իրականացնում Համատեղ Միացյալ Նահանգների հետ, որը միլիարդների ներդրումներ է բերելու Հայաստանի Հանրապետություն, այլև մենք սրանով հաղթահարում ենք Հայաստանի Հանրապետության շրջափակումը, Հայաստանի Հանրապետությունը այլևս փակուղի չէ, Հայաստանի Հանրապետությունը խաղաղության խաչմերուկ է։ Սահմանազատման արդյունքներով ինչ էին ասում ընթացքում 2024 թվականին, ասում էին, որ ոսկեպարի եկեղեցին տալիս են, բանը Կիրանցը տալիս են, որ գյուղեր են տալիս, այս առնելու, Կիրանցը դատարկվելու է, սահմանը դատարկվելու է, այսօր ոսկեպարի եկեղեցին Հայաստանի Հանրապետության սահմանազատված եւ սահմանագծված սահմաններից ներս է։ Եվ Հայաստանի կառավարությունը բյուջետ փող է հատկացրել վերականգնման եւ պահպանման աշխատանքներ է իրականացրել։ Կիրանցում 100 տարի չգործած եկեղեցին պետական բյուջեի միջոցներով վերականգնել ենք եւ օծել ենք եւ Կիրանցի ներսում արդեն գործող եկեղեցի կա։ Եվ Կիրանցը այսօր իր չափի, իր նախկինում ունեցած տների ավելի չան 50%-ի չափով 16 միլիոնի ծրագրով տներ են կառուցվում Կիրանցում, այսինքն Կիրանցը 50%-ով ավելի մեծ գյուղ է դարձել եւ այսօր
ավելի անվտանգ է, քան երբևէ, ավելի բարեկեցիկ է, քան երբևէ, ավելի ապահով է եւ խաղաղ է, քան երբևէ։ Բայց ես էլի Իջևանի մեր տան դրանից կա կախած։ Մի քիչ ավելի մեկ։ Հա, ինչի չեմ ընդունի եղբայր, շնորհակալ եմ։ Տվեք ցույց տա։ Հա, մեր տանը իրոք, Իջևանի մեր տանը սրանից ունենք, մեծը մի քիչ ավելի։ Հա, ինչ էի ասում։ Հա, այս ֆոնին ես ձեզ առաջարկում եմ հետ գնալ եւ նայել թե ինչ էր ասում ընդդիմությունը։ Սահմանազատումից առաջ, սահմանազատման ընթացքում եւ սահմանազատումից հետո նրանք 2024 թվականի հունվարին ասում էին մարտին պատերազմ անելու, մարտին ասում էին հունիսին պատերազմ անելու, հունիսին ասում էին սեպտեմբերին պատերազմ անելու։ Ես ասում եի պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Եվ ուզում եմ ձեր ուշադրությունները ավիրեմ, որ 2024 թվականի օգոստոսին ստորագրվեց եւ ապա հոկտեմբերին վավերացվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որտեղ ասվում է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը երկու երկրների սահմանազատման համար բազային սկզբունք է։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ սահմանազատման արդյունքում մենք ունենալու ենք հետեւյալ պատկերը։ Խորհրդային Հայաստանը ճշգրիտ նույն սահմաններով անկախ Հայաստանն է, Խորհրդային Ադրբեջանը ճշգրիտ նույն սահմաններով անկախ Ադրբեջանն է։ Եվ ես ինչի համար եմ ասում, որովհետև այո, մենք այսօր ունենք տարածքներ, որ մեր վերահսկողության ներքո չի, բայց այդ հարցը դե յուրե արդեն լուծված է եւ ընթացքում սահմանազատման գործընթացում մենք այդ հարցը նաեւ կլուծենք դե ֆակտո եւ սա է այն ամենակարևոր արդյունքներից մեկը, որը մենք այս ընթացքում արձանագրել ենք։ Հիմա էլ 2021 թվականին ինչ էր ասում ընդդիմությունը։ Ասում են, եթե քաղաքացիական պայմանագրին ձայն տակ Սևանի արևելյան ափը այն վաղ բարեգութ էին, մենակ Սևանի արևելյան ափը։ Ասում էին ադրբեջանցիներ են բնակվելու, հոլովակներ էին նկարում, որ իբր քաղաքացիական պայմանագիրը հաղթել է, եկել է 2026 թիվը եւ զանգում են շորժա, որ գնան հանգստանան, հեռախոսազանգին պատասխանում են ադրբեջաներեն, ասում են, դե գիտեք, տեղ չկա, որովհետեւ բոլոր ադրբեջանցիները արդեն բոլորը զբաղեցրել են։ 2026 թիվ Հունիսի 3, այսօր Գեղարքունիքի մարզում քանի ադրբեջանցի է ապրում։ Եվ այսօր նրանք նրա պատասխանը չտված, այսօր էլ խոսում են 300,000 ադրբեջանցու վերադարձի մասին։ Եվ ինչպես 20 թվից լրտեսական նպատակներով գոյություն չունեցող միջանցքի թեմային առաջ տանում, ինչպես լրտեսական նպատակներով մեզ մեղադրում էին բանակը քանդելու մեջ, ինչպես լրտեսական նպատակներով պատերազմ էին գուժում, այսօր էլ լրտեսական նպատակներով 300,000 ադրբեջանցու վերադարձի թեմա են քննարկում։ Ես ասում եմ, չկա տես թեմա եւ չի լինելու, մենք փակել ենք այդ թեման։ Բայց նայեմ անկեղծ ասում եմ, այդ թեման մենք փակել ենք, միևնույն ժամանակ փակելով 500,000 հայերի Ադրբեջանից տեղահանված վերադարձի թեման, որովհետև այս խաղաղությունը ժողովուրդ ջան, մենք պիտի վերջո կանգ առնենք, մենք պիտի մի կետի վրա կանգ առնենք, հակառակ դեպքում այս կոնֆլիկտը սերնդեսերունդ փոխանցելու ենք։ Ես իմ եւ ձեր, որովհետև իմ որևէ առաքելություն կտրված չի ձեր առաքելությունից, որովհետև ես ձեզնից մեկն եմ, ում դուք վստահել եք Հայաստանի կառավարումը։ Այո, ես եմ մարդն եմ ժողովուրդ, որ ասել է Արցախը Հայաստանը եւ վերջ։ Այո, ես այդ մարդն եմ։ Եվ ես դա ասել եմ, որովհետեւ նվիրված եմ եղել, հավատացած եմ եղել գաղափարներին, որ բազմաթիվ ձևերով դպրոցի տարիներից մեզ ներմուծել են։ Բայց ես գնացել եմ անկեղծ ճանապարհով ասելով, որ այս կոնֆլիկտը մենք այս երեխեքին պետքա չժառանգենք։ Եվ այդ ճանապարհով անկեղծ գնալով հասկացել եմ, որ մեզ դրել են թակարդի մեջ, Ղարաբաղով մեզ դրել են թակարդի մեջ, եւ եթե մենք շարունակենք այդ ճանապարհը, մենք կորցնելու ենք Հայաստանը եւ Հայաստանի պետականությունը։ Եվ ես այո ուժ եմ, թե դա հեշտ չի, ժողովուրդ ջան։ Ես իմացել եմ, որ ինձ մեղադրելու են ամեն ինչի մեջ, ամեն երկու օրը մեկին հիշեցնելու են, ասել ես Արցախը Հայաստանը եւ վերջ, այսինքն դավաճան են ասելու, հողատու ամեն ինչ ասելու են։
բայց ես այսօր շատ ուրախ եմ, որ ես այդքան ուժ եմ գտել իմ մեջ եւ կանգնել եւ առերեսվել ճշմարտությանը եւ Հայաստանը դուրս բերել։ Եվ Հայաստանը դուրս են բերել թակարդից եւ այսօր Հայաստանը պետություն է ավելի քան երբևէ, անկախ է ավելի քան երբևէ, ինքնիշխան է ավելի քան երբևէ, անվտանգ է ավելի քան երբևէ։ Եվ այս երեխեքը, մենք այս երեխեքին կիսատ պրատ անհասկանալի հարցեր չպետք է ժառանգենք, մենք մեր երեխաներին պետք է ժառանգենք սահմանազատված սահմաններով, բաց սահմաններով, խաղաղության խաչմերուկի կարգավիճակ ունեցող, բարեկեցիկ եւ զարգացող հարևանների հետ խաղաղություն հաստատած Հայաստանի Հանրապետություն։ Մենք մեր երեխեքին չպետք է գործուղենք զոհվելու, մենք մեր երեխեքին գործուղում ենք ապրելու, կյանքը վայելելու, ազատ լինելու, երջանիկ լինելու, եւ սա չի նշանակում, թե մենք ուրանում ենք մեր որևէ նահատակի, ընդհակառակը մեր նահատակների, մեր զոհերի անունը եւ հիշատակը բարձր պահելու մեծակույն ձևը, դա զարգացած, անկախ, ուժեղ Հայաստանի Հանրապետությունն է, ազատ, բարեկեցիկ եւ երջանիկ։ Իսկ մեր երկրում գործում է պատերազմի եռագլուխ կուսակցություն, որովհետև մինչ մեր զավակները զոհվել են, նրանք այդ եռագլուխ կուսակցության ներկայացուցիչները միլիարդներ են վաստակել պատերազմի վրա, փակուղու վրա, կոնֆլիկտի վրա, հայրենասիրական կեղծ ճառերի ներքո։ Այսօր Գագիկ Ծառուկյանն ասում է, ինչ քարտեզ ա կպցվե, ասում է փոխանակ ծովից ծով Հայաստանի քարտեզը կպցնի, այս ինչ քարտեզ ա կպցվե, որովհետև ինքը գիտի իր զավակները ոչ ծովից ծով Հայաստանի, ոչ էլ Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մի կրակոտ չեն արձակել, չեն էլ արձակելու, նրանք կրակել են Հայաստանի քաղաքացիների դեմ, Երևանում են կրակել, Աբովյանում են կրակել։ Եվ մենք ժողովուրդ, եւ մենք այդ մարդիկ, որ իրանց ուժեղ իբր ուժեղ են ներկայացնում, իրանց մուսկուլներն են ցույց տա, այդ մարդիկ ամբողջ կյանքում ոչ մի ինքնուրույն բան չեն արել։ Այդ մարդիկ ամբողջ կյանքում գոյություն են ունեցել այնքան, եթե ունեցել են հովանավորներ, ինչպես իրանք են սիրուն ասում, եթե ունեցել են պապաներ։ Եվ այսօր նրանք ինքնուրույն որևէ բան չեն անում։ Ինչ որ արել են, նրանք արել են հովանավորների ներքո։ Եվ այսօր էլ նրանք քաղաքականության մեջ են, որովհետև իրանց հանձնարարված է։ Նրանք ես ասում եմ, տեսեք Կիրանցում 100 տարի չգործած եկեղեցի ենք մենք օծում։ Մենք Հայաստանում տասնյակ եկեղեցիներ ենք վերականգնել եւ վերականգնում։ Այդ մարդիկ այսօր եկել են ասում են, մենք հայ առաքելական եկեղեցու պաշտպաններն ենք։ Էլի ասում եմ, չնայած 4-րդ անգամ եմ ասում։ Եթե Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Կալուգացի օլիգարխը թող մտնեն ուղիղ եթեր եւ ասեն Աստվածաշունչը, նոր կտակարանը եւ ավետարանը ինչով են իրարից տարբերվում։ Այդ մարդիկ չեն կարա, այդ մարդիկ հայերեն կարդալ չգիտեն, ժողովուրդ ջան, այդ մարդիկ հայերեն խոսալ չգիտեն։ Եվ մեր խնդիրն է այսօր պատերազմի եռագլուխ կուսակցությանը այս ընտրությունների արդյունքում արմատախիլ անենք։ Նրանք էլի խոսում են երաշխավորների մասին, նրանք ուզում են էլի Լուկաշենկոին բերեն կարգեն Հայաստանի գլխին, անվտանգության երաշխավոր, այն մարդկանց, ովքեր դե յուրե մեր երաշխավորը լինելով Ադրբեջանի հետ գնացել են մեր դեմ պատերազմ են նախապատրաստել եւ մեր դեմ պատերազմ են վարել։ Նրանք երաշխավոր լինելով ամենավճռական պահերին պատերազմի մեր զենքի մատակարարումները փակել են, դուք ոչ մեկը դրա մասին չեք իմացել։ Մեր զենքի մատակարարումները փակել են, որ մեզ ծնկի բերեն, որ Հայաստանը ծնկի բերեն, բայց մենք ամուր կանգնել ենք մեր ոտքերի վրա եւ մենք այսօր ունենք պետություն, մենք այսօր ունենք հայրենիք, մենք այսօր ունենք անկախություն։
Եվ էլ եմ ասում, մեր առաջ թող չդնեն ընտրություն բիբարի և պետության միջև։ Այո, Հայաստանում բիբարել աճվելու, վարդել աճելու, ծիրանել աճելու ու շատ, ու Հայաստանից արտահանումը կրկնապատկվելու, եռապատկվելու, քառապատկվելու է և այդ թվում ԵԱՏՄ երկրներ։ Այսօր այդ եռագլուխները գիտեք ինչ են անում, զանգում են իրանց Չ հովանավորներին, որովհետև իրանց հովանավորները Չ են, ես գիտեմ, ով երրորդ, չորրորդ կարգի պաշտոնյաներ, ասում են ընտրությունները պարտվում, ջախջախվում ենք, մի բան փակեք, կարող է ժողովրդի միտքը փոխվի, այս ժողովուրդը միտքը չի փոխվի, որովհետև այս ժողովուրդը բիբարը հայրենիքի հետ փոխող ժողովուրդ չի։ Բայց ես էլ ասեմ ժողովուրդ, ես ԵԱՏՄ միակ պաշտոնյան եմ, միակ պաշտոնյան, ուրեմն ԵԱՏՄ-ում երկու մարմին կա, ամենաբարձր մարմինը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհուրդն է և մյուսը ԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը։ Ես միակ պաշտոնյան եմ, որ երկուսին էլ մասնակցում եմ, և այսպես ասած նախագահականին և վարչապետականին։ Եվ ես ունեմ բավարար լծակներ, ընտրություններից հետո ձեր վստահության արժանանալու դեպքում ես կգնամ և այդ հարցերը կլուծեմ տեղում, կգնամ և կլուծեմ, միայն ես պահին մի բան ասեմ, երեկ ես հարցազրույցում էլ ասի, մեր գործընկերներին թերևս սխալ ինֆորմացիա են տալիս, ես երեկ նաև Ռուսաստանի Ռուսաստանի նախագահի հետ ունեցա շատ ջերմ բարեկամական զրույց, որովհետև մենք շատ լավ ջերմ ընկերական հարաբերություններ ունենանք, և ես ասում եմ մեր գործընկերներին, լավ ճանապարհ չի, երբ որ փորձարվում ներկայացնել, թե ինչ վնասներ կարա ԵԱՏՄ-ն տա Հայաստանին։ Լավ ճանապարհն է նա, թե ցույց տրվի, թե ԵԱՏՄ-ն ինչ նոր օգուտներ կարա տա Հայաստանին, որովհետև և հայ ժողովուրդ, և ցանկացած ժողովուրդ, երբ որ իր այդ խոսում են տակը ունենալով այդպես քեզ կվնասենք, դա լավ բարեկամական զրույց չի, Այդ չեմ ասում, երեկ Դավիթ Խուտացյանը գնաց Վրաստան և պաշտոնապես բացվեց ախալքալակարծ երկաթուղին Հայաստանից արտահանումների համար։ Այսօր արդեն, երեկ Հայաստանից նոր ուղղություններով արտահանումներ են տեղի ունեցել և վարդի և այլ ապրանքների, փորձնական առաջին խմբականակները գնացել են, բիզնես պատվիրակությունները տարբեր հանդիպումներ են ունենում, բայց ես էլի ասում եմ, մենք չենք գնացել և չենք գնալու վիճաբանության Ռուսաստանի մեր գործընկերների, չենք գնալու, մենք ոնց բարեկամական ընկերական եղել են, հանգիստ առանց նյարդի մեր դիրքորոշումները կբացատրենք և ինչպես ես ընթացքում եղել է, այս ընթացքում միջայլոց ասեմ ձեզ ժողովուրդ, տասնյակ հարցեր են եղել, որոնց մասին ոչ մեկ չի իմացել, և բանջարեղենի հետ կապված, և ամեն ինչի հետ կապված, մենք գնացել ենք, նստել ենք, հանգիստ այդ հարցերը լուծել և համոզված եմ էլի կլուծենք, բայց ես նաև ուրիշ բանի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրեմ, 2022 թվականին, երբ որ սկսվեց Ուկրաինայի պատմությունը, ամենամեծ մտավախությունն էր, որ մարդիկ բարտագնա աշխատանքի չեն կարողանալու գնան, բա ինչ ենք անելու, մենք ասինք անելու ենք հետևյալը, Հայաստանում կապիտալ շինարարության ծավալները մեծացնելու ենք, որպեսզի շինարարական գործեր Հայաստանում ավելի շատ լինեն։ Այսօր մենք բնակարանաշինության ոլորտում Խորհրդային Միությանը արդեն անցել են։ 85 թվի տվյալները բնակարանաշինության ոլորտում մենք անցել ենք։ Ես ձեզ ուրիշ բան ասեմ, Գեղարքունիքի մարզի համայնքները 2018 թվականից 2025 թվականը իրականացրել են մոտավորապես 20 իրանց բյուջեներով 20 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր 8 տարվա մեջ 2026 թվի համար մենակ ներկայացրել են 20 միլիարդ դրամի ծրագիր այսինքն շինարարության ծավալները Հայաստանում մենակ սուբվենցիոն ծրագրերով կրկնապատկվելու են տեմպերը եւ այսօր բազմաթիվ ընկերություններ կան որ ասֆալտ են անում ուրիշ երկրներում այսօր ասֆալտ են անում Հայաստանի Հանրապետությունում որովհետեւ այսօր Հայաստանում 8 տարվա մեջ մենք 5000 կիլոմետր ճանապարհ ենք կառուցել մենք ամեն տարի 500 կիլոմետր ճանապարհ ենք կառուցել եւ ես խնդրում ենք մենք այսօր չի հերիքում Հայաստանի շինարարական ուժը չի հերիքում ժողովուրդ ջան չի հերիքում եւ Հայաստանում ցանկացած ընկերություն
Այսքան շինարարություն ա եղել, նայեմ ձեր աչքերի մեջ մի բան ասեմ։ Միլիարդների շինարարություն ա եղել, ես այդ շինարարությունից մի լումա չեմ աշխատել։ Մի լումա չեմ աշխատել, որովհետև ես ծառայում եմ ձեզ։ Այս ամեն ինչը իհարկե շատ կարևոր է, ժողովուրդ ջան, բայց ամենակարևորը, որով ես եկել եմ ձեզ մոտ, այնա որ Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն, եւ ես բոլորին շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով։ 2025 թվականը առաջին օրացուցային տարին է, որ մենք սահմանին ոչ զոհ ենք ունեցել, ոչ վիրավոր ենք ունեցել։ Այսինքն որ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը օրացուցայինից դուրս արդեն ավելի քան 2 տարի մենք սահմանին ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ Սա միթե իրար շնորհավորելու առիթ չի, ժողովուրդ ջան։ Եվ բայց հիմա մեր խնդիրը ոչ միայն այդ 2 տարվա վրա ուրախանալն է, այլ 2 տարին 4 դարձնելը, 4-ը 10 դարձնելը, 10-ը 50 դարձնելը, 50-ը 500 դարձնելը եւ հազարամյակով մեր պետության լինելիությունը, մեր պետության հարատևությունը ապահովելը։ Դրա համար այս ընտրությունների թիվ 1, թիվ 2, թիվ 3, թիվ 4, թիվ 5 հարցը հետեւյալն է, թե արդյոք Հայաստանի ժողովուրդը տեր կանգնելու է խաղաղությունը, տեր կանգնելու է խաղաղությանը։ Սա ամենակարևոր բանն է, այս է պատճառը, որ ժողովուրդ ջան, ես ձեզ բոլորիդ կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը, գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Բայց շատ կարևոր է առերեսվել այդ քվեարկության բովանդակային կողմի հետ, որովհետև 16-ին քվեարկելը պիտի նշանակի, որ ամեն քվեարկող տեր է պետությանը, ամեն քվեարկող տեր է անկախությանը, տեր է ապագայի եւ տեր է խաղաղությանը։ Եվ ով պետքա կայացնի այդ որոշումը, մենք ասում ենք ժողովուրդը, այո, ժողովուրդը պետքա կայացնի այդ որոշումը, բայց եկեք չմոռանանք, որ ժողովուրդը կազմված է, բաղկացած է մեկ մարդկանցից։ Այս է պատճառը, որ ես շատ կարևոր եմ համարում, որ մենք բոլորս առերեսվենք այն փաստի հետ, որ պետության ապագան, անկախության ապագան, խաղաղության ապագան, ընտրությունների ելքը կախված է մեկ մարդուց, պատկերացնեք սա մեկ մարդու խոսակցությունը եւ մեկ մարդու որոշումը, կախված այդ ամեն ինչը մեկ մարդուց, ընդամենը մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դու ես։ Եվ 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 այդ մեկ մարդը դու ես։ Ով այդ մեկ մարդը թող ձեր բարձրացնի, ով այդ մեկ մարդը։ Եվ այս մեկ մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ, պետականատեր ժողովուրդ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, ծովինարին, Մարտունի խոշորացված համայնքին, Գեղարքունիքի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակների եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Երկու կարճ հայտարարություն։ Ժողովուրդ ջան, այսօր մեր Գեղարքունիքի մարզի մեր եզրափակիչ հավաքը տեղի ունենալու Գավառի կենտրոնական հրապարակում ժամը 20:00-ին, ոչ մի րոպե
շուտ եւ ոչ մի րոպե ուշ։ Կլինեն կհնչեն այլ ելույթներ եւս, ես նույնպես ելույթ կունենամ, բայց նաեւ վարչապետի հետ կնվագենք ձեզ համար իրական Հայաստան, Հայաստանի Հանրապետություն երգը, դրոն շոու էլ կլինի եւ պատիվ է մեզ համար բոլորիդ տեսնել Գավառի կենտրոնական հրապարակում այսօր ժամը 20:00-ին։ Հաջորդը հունիսի 5-ին Երևանի Հանրապետության հրապարակում էլի ուղիղ ժամը 20:00-ին Հանրապետության հրապարակում տեղի ունենալու մեր մեծ եզրափակիչ հավաքը։ Եվ ես Հանրապետության այդ հրապարակի հավաքին մասնակցելու համար հրավիրում եմ մի մարդու, ընդամենը մի մարդու, ով տերապետությանը, ով տերա անկախությանը, ով տերա ապագային, ով տերա խաղաղությանը։ Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորով եւ խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Շնորհակալ եմ շատ, Ժորժ ջան, շնորհակալ եմ։